ինձ մշտապես փորձել են կապել որևէ սպանությունների հետ, ես կներեք սպասեք, ես միտքս ավարտեմ։ Կա ձեր հարցին կպատասխանեմ։ Հիմա ասեմ, ինձ օրինակ ժողովուրդ օրաթերթը կա ժողովրդից մարզտեղ։ Ինձ կապում են քանաքեռում տեղի ունեցած սպանությունների հետ, մասնավորապես քանաքեռում հայտնի Տու Մականունով անձի սպանության դեպքի հետ, որ ես այդ օրը եղել եմ դեպքի վայրում կամ եղել եմ մեքենայի մեջ ու ես կապ ունեմ սպանության հետ, որ այդ կապված ես դեռևս 2022 թվականին դիմել եմ դատարան պահանջելով հերքում եւ վնասի փոխհատուցում, քանի որ այդ նյութով արատավորվել է իմ բարի համբավը։ Ես այդ օրը չեմ եղել Հայաստանի Հանրապետությունում, այդ օրը ես եղել եմ զորավարժությունների Ռուսաստանի Դաշնությունի Կազան քաղաքում։ Արկա են դրա հետ կապված մամուլի հաղորդագրություններ, ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում լուսանկարներ, որտեղ ես այդ օրը գտնվում եմ, կներեք, մամուլի հրապարակման մեջ ժողովուրդ օրաթերթի նշված էր, որ ես եղել եմ դեպքի վայրում մեքենայի մեջ սպասել եմ այդ խմբին։ Կներեք, ես այդ անձին տեսել եմ դրանից 3 տարի առաջ մեկ անգամ պատահաբար, որտեղ մեր երկիրը փոքր երկիր է, հյուրանոցում պատահաբար տեսել եմ այդ անձին 2018 թվականին, այո, Հայաստանում։ Մոտիկացել է, ծանոթացել ենք, դա մեր եղել է առաջին եւ վերջին հանդիպումը։ Ես այդ անձի հետ որևէ կապ չեմ ունեցել, մի անգամ տեսել եմ պատահական, այսինքն 2022 թվականի դրությամբ ես 4 տարի այդ անձին երբևէ չեմ տեսել, որևէ հարաբերություն չեմ ունեցել ու ինձ փորձել են կապել այդ անձի սպանության հետ, որպեսզի փորձեն ինձ վարկաբեկել, արատավորել, որպեսզի ես իմ օրենսդրական գործունեության մեջ լինեմ կաշկանդված եւ չկարողանամ իմ օրենքի նախագծերը տանել արդյունավետ առաջ։ Բարեբախտաբար դրանք չի հաջողվել, բայց սա կապված է մեր դատական համակարգի խնդիրների հետ, օրինակ ես 2022 թվականին դիմել եմ հայցով, եթե արագ տեմպով դատաքննություն տեղի ունենար եւ դատարանը պարտավորեցներ ժողովուրդ օրաթերթին հատուցել իմ վնասը, վճարել գումար եւ ներողություն խնդրել ինձ զրպարտելու համար, հետագայում նման դեպքերից կփորձենք խուսափել, բայց քանի որ ունենք այնինչ որ ունենք եւ հաճախ բոլորը նաեւ ընդդիմությունը, իշխանությունը նույնպես մենք դժգոհում ենք դատաիրավական համակարգի դանդաղ աշխատանքից։